Ողջույն, բարի երեկո, սիրելի հետևորդներ, ընկերներ, արդեն անգամ հարազատ դարձած մարդիկ, շնորհակալ եմ, որ եթերները հիմնականում մշտապես դիտում եք եւ ավելի շնորհակալ եմ, երբ փորձում եք փոքրիկ նվերներ ուղարկել կամ զանգակը սեղմել, տարածել, սա բավականին կարևոր եթեր է կարծիքով եւ հույս ունեմ, որ նորմալ տարածում կստանա, որովհետեւ մեր դարձյալ մեր զգացմունքայնությունը փորձում են օգտագործել մեր դեմ արդեն մի քիչ այլ ճանապարհներով. Սա երևի թե պլան B-երի տարբերակներից մեկն է, մի քիչ կգամ իհարկե խորքից խոսակցությունը, որպեսզի մինչև հետևորդներն էլ հավաքվեն, որովհետև չեմ ցանկանում, որ այս կարևոր թեման բաց թողնվի։ Նախ օրերս հանրային հեռուստատեսությամբ բանավեճ էր գնում, փոքրիկ, այդպես տարբեր ուժերի ներկայացուցիչներ եւ Գառնիկ Իսագուլյանն էլ չգիտես ինչու գտնվում հանրային հեռուստատեսությունում, առհասարակ ես առաջարկում եւ պահանջում եմ որպեսզի նմանատիպ անձնավորությունները, որոնք վարկաբեկչական աշխատանքներ իրականացնելուց բացի ուրիշ որևիցե բան չեն կարող անել, թույլ չտալ հանրային եթեր եւ հանրայինի դիրքը բարձր պահել, որ չգան ու չգիտեմ ինչեր բան չանեն, չքարոզեն, էլի, իրենց փակ գործունեությունը ասես գոզերով առաջ չտանեն։ Այս իրավիճակում ինչի մասին է խոսքը, ուրեմն բանա քննարկվում էր ունի արդյոք Ռուսաստանը բան պլան B այս ընտրությունների հետ կապված թե չունի։ Կներեք, այս ինչ դիսկուրս է հանրային հեռուստատեսությունում։ Այս ինչ դիսկուրս է, ինչ է նշանակում այսինքն Ռուսաստանը մեկ պլան A է արել, հիմա էլ պարտվել է, չէ, դա հասկանալի է մեզ, բայց այս դիսկուրսը որքանով է հանրայինի մակարդակի։ Հիմա էլ քննարկենք պլան B տեսնես ունի թե չունի։ Ասենք ինչ, նստած սպասում ենք ինչին։ Ասենք սա նորմալ է, սա լեզվամտածողություն է, որ հենց սրանով Ռուսաստանը իր դիրքերը ամրացնում է, հենց այս քննարկումով։ Հետաքրքիր չի այդ քննարկումը ինչպես կավարտվի։ Հետաքրքիր չի ով ճիշտ դուրս կգա, ով սխալ, հետաքրքիր չի ով ինչ կմտորի, հետաքրքիր է նա, որ նման խոսակցություն հանրային հեռուստատեսությունում լինի ու գնում է։ Ու գնում է։ Ունի արդյոք Ռուսաստանը պլան B։ Սա խայտառակություն է մի հատ։ Եվ հանրային հեռուստատեսությունը կոչ եմ անում նման բաները չբերել, չներմուծել հասարակության ուղեղներին։ Հիմա ասեմ այս եթերի կարևորությունը ինչումն է կայանում։ Այո, պլան B-ի տեսակներից մեկը հենց հիմա ընդհանում է, ոնց հասկացա, Ազատության հրապարակում։ Ուրեմն սրանից որոշ ժամանակ առաջ աչքովս ընկավ մի տղա Հայքի քարտեզը սարքած, ինչ որ փոխանցում էր մարդկանց։ Սա մեր սրանք կողմ եք թե ոչ, չգիտեմ, ինչ որ ձևով։ Փոխանցում էր։ Գիտեք ինչ, շատ նորմալ է, լավ, ասում եի կարող է խոսքը լավ չի կառուցում, բայց այնուամենայնիվ նորմալ է։ Մեր պատմական մեծ հայքն է, ինչու ոչ կարող են մարդիկ զարդի տեսքով քրել իրանց վրա, կարող են իրենց պատին փակցնել, մեր պատմական մեծ հայքն է։ Ոչ մի խնդիր այդտեղ չկա։ Բայց մեկ էլ քիչ-քիչ բարձվեց, որ պատվիրատուներ երևի թե եղան, ու սա սկսեց քաղաքականանալ, եթե իհարկե ի սկզբանե նախատեսված չէր, այնուամենայնիվ հնդածեց, սկսեց քաղաքականացվել այս հարցը, ու այսօրվա դրությամբ ինչ որ ստորագրահավաք են կազմակերպում, չգիտեմ, ինչեր էին կազմակերպում, արդեն գալիս են ինչ որ падգամավորներ, падգամավորացուներ, գալիս են ինչ որ սառեցված սրբազաններ, ամեն այդ տեսեք ով այսօր եկավ սա ստանալու, մարկած մանիպուլատիվ հարցադրումներով բերում են ինչ որ ստորագրահավաքների, ու ես վերջը եկավ հասավ տեսեք ինչին։ Ես հիմա մի քանի կարճ տեսանյութեր կտեղադրեմ, որպեսզի ավելի ըմբռնելի լինի այս ամեն ինչը ինչի մասին է, հա։ Խնդրեմ։ Սկզբում այսպեսի բաներ էին ցուցադրում։ Չէ, այս արդեն կեսերից։ Հասան սրան։ Հասար սրան, վերնագիրը, կազմակերպչական աշխատանքներ, որից հետո մեկնարկում է ստորագրահավաքի կիրակնօրյա ակցիա։ Ահա, ասում ես լավ, թող մեկնարկեն, հələ տեսնենք ինչա ստացվում։ Հետո հասավ խոսքը այս սրան։ Այս երաժշտության ներքո, այսպես լավ է, մեծ հայտնի այնտեղ Հայաստանն է, մարդիկ պատկերացրել են լավ Արցախի մեկը եղադինոց, ճիշտ արդեն մի քիչ բաներ կա։ Սա մեր քարտեզն է, տակը գրած, սա մեր քարտեզն է։ Սա դերևս կարևոր բան է։ Հետո այսպեսի մի բան։ Սա իմ Հայաստանը։ Եթե մեծ մասը թշնամու տիրապետության տակ։ Սա իմ Հայաստանը։ Լավ։ Իմ Հայաստանը սա է, թեպետ մեծ մասը թշնամու տիրապետության տակ է։ Լավն է, մարդիկ են
ոգևորություն կա, բան կա, ինչ ա եղել որ։ Հետո արդեն գալիս է սա։ Այս քարտեզը գրողներով մենք իրար ճանաչել ենք։ Իրական հային տարբերելու ենք թրքածած հայից։ Իրական հային տարբերելու ենք թրքածած հայից։ Այսինքն եթե այս քարտեզը ես չեմ համարում իմ Հայաստանի Հանրապետությունը, մարդը կարծում է, որ ես գուցե թրքածած հայ եմ, չնայած գրող կուտի մեկը տենց կկարծի, բայց հետո արդեն օրը մեկին ցույց են տալիս, թե էլով է միացել իրենց, օրինակ։ Հիմա նայեք ով է եկել այս քարտեզի հետևից։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Էլի ես եմ։ Նա բարեք օպերա իսկական քարտեզ այ էսա։ Ոչ թե ուր այն մեկը։ Ներնել եմ բերե, հա։ Այս տարբերությունը նայեք։ Նայեք այս քարտեզի ու այս քարտեզի մեջ։ Դե արեք ու վերցրեք այս քարտեզը։ Ինչ եմ ուզում ասել հիմա։ Ես չեմ ցանկանա, որ հանկարծ որոշ տահասներ, տգետներ կարծեն, թե գուցե ես չէի ցանկանա, որ մեծ հայքում ապրեի։ Եվ ես չեմ ցանկանա, որ մարդիկ լինեն դե կարծեն, որ ես դեմ եմ մեծ հայքի գաղափարախոսությանը։ Բայց ինձ մոտ հարցեր են առաջանում։ Նախ, այսօր իմ հեռուստա հաղորդման ժամանակ իհարկե անդրադարձել եմ, բայց այս վիզուալ երևի ավելի ճիշտ է։ Նախ, տղեկ ջան, ես կարող եմ ստանալ մի հատ հարցի պատասխան։ Դուք մերժում եք Հայաստանի Հանրապետությունը ներկայիս տարածքներով։ Միջազգայինորեն ընդունված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մերժում եք։ Ինչ եք պատմական հայքը, պատմական Հայաստանը հակադրում Հայաստանի Հանրապետությանը։ Ինչու եք հակադրում։ Դուք ու այստեղից սկսվում են արդեն հարցեր ու հարցեր։ Ասենք օրինակ, ովքեր են ապրում այդ մեծ հայքում, ձեր պատկերացրած։ Քրդեր ապրում են, օրինակ։ Թուրքեր։ Ովքեր են ապրում այդ մեծ ձեր պատկերացրած։ Ով է այդ մեծ հայքի ղեկավարը, ձեր պատկերացրած։ Ինչպեսի համակարգ է այնտեղ աշխատում։ Ո՞րն է այդ մեծ հայքի դրոշը։ Ո՞րն է։ Այնքան տեղի երրագույն, այսքան տեղը դեռ հայտնի չի։ Գիտեք, անտրամաբանականը որն է, որ օրինակ ներկայիս Մակեդոնիան կամ Հունաստանը իր պատմական տարածքները չի հակադրում իր այսօրվա միջազգայինորեն ընդունված սահմաններին։ Որ օրինակ Իտալիան չի հակադրում հռոմեական կայսրության սահմաններն ու երբեմնի մեծությունը, հզորությունը, ձեռքբերումները այսօրվա իր միջազգայինորեն ընդունված սահմաններին։ Ես կարող եմ ավելի թարմ բան ասել։ Օրինակ Գերմանիան չի հակադրում երկրորդ համաշխարհայինում ձեռք բերած իր տարածքները այսօրվա իր միջազգայինորեն ընդունված տարածքներին։ Մեծ Բրիտանիան չի հակադրում իր երբեմնի կայսրությունը մեծագույն, չգիտեմ, Հնդկաստանից մինչև ուր Միացյալ Նահանգներ, այսօրվա իր պետությանը, միջազգայինորեն ընդունված տարածքներին։ Ես ուզում եմ հասկանալ, այս մեջների խելացին իսկապես մենք ենք ու մի հատ բան ենք ջոգել, որ ոչ ոք չի ջոգել։ Ապա ասեք մենք էլ հասկանանք մի հատ։ Ես այն բանը, դաշնակ Քրիստինե Վարդանյանը եկել էր վերցնելու այդ քարտեզից։ Եկել էր տենց, դուք էլ ցույց տվեցիք, տեսեք ով է եկել։ Մի հատ բան հարցնեմ, իսկ դուք Քրիստինե Վարդանյանին հարցրեցիք որպես քաղաքական գործիչ։ Նա, օրինակ, Թուրքիայի հանդեպ, Թուրքիայի Հանրապետության հանդեպ, իրենց քաղաքական ուժը, տարածքային պահանջներ ունի, թե չունի։ Իրենց քաղաքական ուժը, հիշեցնեմ, դա քաղաքացիական պայմանագիրը չի։ Դա հանրապետական կուսակցությունն էլ չի։ Եվ որևիցե կուսակցություն չի, որը ստեղծվել է 91 թվականից հետո։ Դա մի կուսակցություն է, որը ստեղծվել է իրենց ասելով 136 տարի առաջ, իմ կարծիքով շատ ավելի ուշ։ Եվ այնտեղ սփյուռքահայություն, մարդիկ, ովքեր տասնամյակներով ցեղասպանության ճանաչման գործում մեծ ներդրում են ունեցել, իհարկե հետո շատերը լքել են դաշնակցական շարքերը, որովհետև հասկացել են, թե դա ինչ կառույց է, բայց այնուամենայնիվ այս է դաշնակցությունը։ Տարածքային պահանջներ ունեն Թուրքիայի Հանրապետությունից, կարող են դա պաշտոնական իրենց կայքում տեղադրեն։
Թե ձեռի հետ sense բան էլի, տենց ասենք թող գնա էլի։ Ասենք որ քաղաքական դիվիդենդ հավաքենք, ասենք որ ցույց տանք որ մենք հայրենասեր ենք։ Սա հայրենասիրություն չի։ Սա պետության վրա քարկացելու հերթական process-ն է։ Ինչու եմ ես այս հարցը տալիս, որովհետև որքանով որ ես եմ տեղյակ, որևիցե դաշնակցական գործիչ ժամանակակից ամենայն դեպս երբեք կոնկրետ հարցին, որ ունենք Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ, որևիցե մեկը չի ասել այո, եւ ես կարող եմ մեջ բերել գործիչների, ովքեր ասում են ոչ։ Կամ նա ուրիշ հարց էլ կա այդտեղ։ Այդ որ ասում եք մեծ հայքը։ Փոքր հայկա հանձնել եք։ Եվ ում եք հանձնել։ Նո, հաշվի առնելով աշխարհագրությունը, ոնց որ թե թուրքերի։ Հա, տենց է ստացվում։ Կամ Կիլիկյան Հայաստանի թագավորությունը հանձնել եք։ Ում եք հանձնել։ Գիտեք, ամենավատը է նա, որ սա այն դիսկուրսն է, որտեղ որ իրենք էլ շատ լավ իմանում են, որ թյուրըմբռնումներ կարող են լինել եւ այդտեղ իրենք կարող են աշխատել։ Սա կեղտոտ քարոզարշավա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայ ժողովրդի դեմ։ Ես կրկնում եմ եւս մեկ անգամ, ես դեմ չեմ այդ քարտեզին։ Դա կարելու, դրա մասին լավ իմանալուն, տիրապետելուն, ներկայացնելուն, ոչ միայն Հայաստանում։ Բայց ես դեմ եմ, երբ որ դուք դա սկսեցիք հակադրել Հայաստանի Հանրապետությանը։ Կներեք, ումով, ինչով։ Դուք պատկերացնում եք օրինակ, եթե ձեզ լուրջ վերաբերվեն, ու ասենք օրինակ Թուրքիա, ընդունի սա որպես վտանգ, սպառնացող վտանգ իր միջազգայինորեն ճանաչված սահմաններին, ու որոշի չեզոքացնել այդ վտանգը։ Դուք հասկանում եք, թե ինչ խաղակարդ եք տալիս նրան։ Դուք առհասարակ աշխարհակարգից տեղեկություններ ունեք, աշխարհ ընկալում գոյություն ունի, թե չէ։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե օրինակ, բացի այդ, բացի այն որ Թուրքիան կարող ասի գլստեղ նայեք ես ինչա կատարվում, ես գնում եմ չեզոքացնելու վտանգը։ Կարա մի հատ էլ քրդերին, ում հետ որ հակադրված են իրանք, գիտեք ինչ թուրք-քրդական պայքարը, իրա մարկանց KGB-ն է չէ, էլի որ մենակ Ռուսաստանը ունի։ Իրա մարկանց քրդերի մեջ քսի տա, ասի բան արեք, տրամադրեք հայերի դեմ, որովհետև այդ տարածքներում հիմա այդ տարածքների մեծամասնությունը ավելի շատ քրդաբնակ է։ Կարող եմ իմանալ դուք ինչերի եք պատրաստ, հանուն ես թեկուզ երազանքացված իրականացնելու։ Իմիջայլոց սա կարելի է պարզապես ասել ու անցնել, եթե ինքը վտանգավոր մի հատ խաղի սկիզբ չլինի։ Ինքը շատ վտանգավոր խաղի սկիզբ է, որը չգիտես ինչպես թույլ է տրվում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի կենտրոնում կոնկրետ Ազատության հրապարակում։ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում արձանագրենք սա Ազատության հրապարակում ստորագրում են մարդիկ ու այդ ստորագրությամբ հայտնում են, որ իրենք մերժում են Հայաստանի Հանրապետության սահմանները։ Իրենք չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության սահմանները, չեն ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, այն ձևով կներեք, որ չեք ճանաչում։ Կարող եմ իմանալ, մեր օրինակ սահմանադրությունը լավն է, թե վատն է, դա հարցի մի կողմն է։ Որ տարածքներում է գործում։ Ըստ ձեզ։ Եթե գործում է դա ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա սա նաև հակասահմանադրական քայլ չի։ Եթե հիմա ձեզ դնենք այդ տարածքներից մեկում ձեր մատնանշած, որտեղի օրենքներով եք պաշտպանելու ձեր կարծիքը։ Ասենք, ինչքան կարելի է լավ այս ժողովրդի
զգայունության հետ խաղալ ու անունն էլ դնել, մենք էս ասենց իրար ճանաչելու ենք, եթե իսկական հայ եք, եթե չէ, եթե թրքամեռ եք, չէ։ Թրքամեռը դուք եք, որովհետև հենց հիմա դուք անհեռատեսորեն թուրքերին թույն խաղակարտ եք տալիս։ Խաղակարտեր չնայած ես 5-6 տարվա մեջ այնքան եք տվել, որ էլ ասելու չի, բայց էս էլ է դա։ Ասեմ ավելի, եթե դուք չգիտեք, ես ձեզ տեղեկացնեմ։ Ուրեմն թուրք-ադրբեջանական հարաբերություններում այնքան հակասություններ կան, դուք չեք էլ պատկերացնի, ընդհանուր մինչև պատմական։ Սա ձեզ ասեմ, կարող եք ուսումնասիրել, օրինակ, Ղարակոյունլուների եւ Աղկոյունլուների իրար հանդեպ ունեցած ատելությունը մի քանի դար առաջ։ Ընդհանուր միջավ ցեղասպանական դրսևորումներ են եղել։ Հետո էլ Ադրբեջանի Հանրապետությունն ու Թուրքիայի Հանրապետությունները անգամ 44 օրյա պատերազմից հետո, որքան էլ որ իրենք ռազմական առումով ընդհանուր շահեր էին գտել, ում համատեղ էին գործում Արցախի եւ Հայաստանի Հանրապետության դեմ, միևնույնն է ունեն շատ հակադրություններ։ Բայց դուք այնքան եք կապել իրենց ընկալում մի պետություն, մի ուժ, որ չստեղծվեց գետ մեկ կառույց, որը կարող էր թիրախային աշխատանքներ տանել, թեկուզ ինֆորմացիոն դաշտում կամ դիվանագիտական դաշտում, այդ թուրք-ադրբեջանական հարաբերություններին սրություն հաղորդելու։ Հասկանում եք ինչ եմ ասում, թե այս բաները դուք չեք ուզում ըմբռնել։ Ադրբեջանցիները մի քանի տարի իրանք չեն կարող գտնեն պատմականորեն։ Մեկ ասում են մենք ալբանացիների ցեղ ենք, մեկ ասում են մենք թուրքական ցեղ ենք, մեկ ասում են թաթարների ցեղ, ինչ ասում են, բերել միքսել են, արդեն իրանք գլուխ չեն անում իրանք ով են ինչ են։ Հասկանում եք, եւ մենք փոխանակ այդտեղ այդ ինֆորմացիան դաշտում փորձենք աշխատանքներ տանել իրենց դաշտում։ Մենք գնում ընդեղից խոսույթը վերցնում, բերում դնում ենք մեր մոտ։ Ուրեմն ադրբեջանցիներին շատ մեծ գումարներ ծախսեցին ադրբեջանցիները, որպեսզի պրոպագանդեն ու կարողանան Թուրքիային համոզել, որ այո, իրենք համամիտ են, որ իրենք մեկ ազգ են, երկու պետություն։ Հասկանում եք, նայեք ինչ են ասում։ Մեկ ազգ, երկու պետություն։ Այստեղ կարելի է շատ հանգիստ նրանց ասելից թուրքերը տեղյակ են, որ դուք համել ալբանացի եք իբր, դե ալբանացիները քրիստոնյա են եղել։ Չէ, մենք դրա տեղը ընդունեցինք դա եւ սկսեցինք ադրբեջանցիներին էլ թուրք ասել եւ ընդունեցինք մեր խոսույթում, որ թուրք ասվածը վերաբերում է թե ադրբեջանցուն, թե թուրքին, թե ազերին, թե թուրքին։ Հիմա այսօր այդպես խաղակարտեր ենք տվել։ Իրանք էլ այդ իրար մեջ օգտագործում, տեսեք, քանի հայերը սենց են մտածում, եկեք սենց անենք։ Առասարակ, դες գիտեք, մի քանի քայլանի կոմբինացիաներ գոյություն ունեն քաղաքականության եւ դիվանագիտության մեջ։ Հիմա դուք դրել եք մերժում եք 91 թվականի անկախության հռչակագիրը, Քրիստինե Վարդանյանը, Վազգեն Գալստանյանը, սրանք էս ովքեր որ եկել են շատերը, ճանաչվածներից է, սովորական քաղաքացիների հետ գործ ունեն։ Իրենք դրել հենց հիմա մերժում են 91 թվականի անկախության հռչակագիրը։ Անկախության հռչակումը։ Հայաստանի երրորդ հանրապետությունը օրենքի ուժով միջազգայինորեն ճանաչված, դրել մերժում են։ Ոչինչ տով ընգստային չանենք։ Չապերը որ անցնի նոր։ Ոնց վերաբեր, եւ իհարկե մեր, չգիտեմ, համապատասխան կառույցներ, ծառայություն, մենք օրենք ունենք այդ կողմից, թե չունենք։ Որովհետեւ ես ինչ հիշում եմ, այս մի 5 տարին, 5-6 տարին հատկապես շատ ավելի սուր զգացվեց, թե ինչքան խնդիրներ ունենք օրենքի դաշտում կապված այս ամեն ինչի հետ։ Երբ որ մարդը մերժում է եւ չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, երբ որ մարդը չի ճանաչում պետությունը ու դա հակադրում է չգիտես ինչերին, այս ամեն ինչի մեջ մենք օրենքներ ունենք, թե չունենք, ես չգիտեմ արդեն, որովհետեւ ով ինչ ուզել ասել ու մարսել է։ Կամ այսօր նա տարանքը այս երրագույնը դրել եք, բանը Հայաստանը Արցախով։ Բանը ես այդ նկարել մի հատ էլ բան։ Այսօր այս երրագույնը Հայաստանը Արցախով դրել եք։ Քրիստինե Վարդանյանն էլ եկավ ստացավ այս մեդալը։
Բան այդ հարցն եք, ասեք են 7 շրջանները կողքերի։ Ինչի եք բանակցում հանձնելու համար։ 7 շրջանները բոլորը բանակցել են, չէ՞ որ հանձնեն։ Ռոբերտ Քոչարյանը այդ տվում։ Հիմա եթե 7 շրջանները երագույն եք դրա, այսինքն հայրենիք եք ճանաչում։ Բայց այդ հայրենիքը մի 20 տարի սակարկել են։ Տեղյակ չեք եղել, հիմա այդ մարդկանց ինչ եք տալիս։ Սակարկել են։ Այդ է դրած եղել բանակցությունների սեղանին։ Առհասարակ դուք տեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ասվածը, եթե չեմ սխալվում, 4400 քառակուսի կիլոմետրի վրա է տարածված։ Դա սկզբում հարմարել են ազատագրած տարածքներ։ Ազատագրում են հայրենիքը։ Խարխի օղերը չեն ազատագրում, չէ՞։ Խարխի օղերը նվաճում են։ Ազատագրում են հայրենիքը։ Հետո որոշեցին, որ չէ, այդ այնքան էլ ազատագրած հող չի, ու այնքան էլ հայրենիք չի։ Բանակցեցին, որ դա օկուպացված տարածքներ են։ Իմիջայլոց բաններ Վարդան Օսկանյանն էլ արդարանում էր, ասում էր, չէ, դե օկուպացված մենք ուրիշ մտքով ենք ասում։ Ու բերում էր հայտնի օրինակը ինքնաթիռի զուգարանի հետ կապված, որի վրա գրած է օկուպեյր։ Հետո Ղարաբաղին արդեն բանակցությունների սեղանից հանելով ու այդ տարածքներում հայկական բանակի պաշտպանության նախարարության ենթակա զորքերին տեղակայելով Հայաստանին ներքաշեց Ադրբեջանի հետ պատերազմի մեջ։ Նախադրյալները դրեց նախադրյալները, որովհետև հարցը ուրիշ տեղ էր։ Հարցը Ղարաբաղ-Ադրբեջան կռիվն էր, որտեղ հայ ժողովուրդը իհարկե իր եղբայրներին օգնում էր։ Եվ Հայաստանի Հանրապետությունն էլ անվտանգության երաշխավոր էր, բայց ինչի անվտանգության երաշխավորը։ Էնել օկուպացված տարածքներ եք համարել։ Հետո բուֆերային գոտի կոչվեց։ Հետո իհարկե կոչվեց, սկսեցին խոսել իբր տարածքներ խաղաղության դիմաց, Սերժ Սարգսյանի հայտնի խոսույթն է դա, որևիցե մեկը չեք դատապարտել։ Որևիցե մեկը մեծ հայքի քարտեզին այդպես չէիք նայում։ Բայց այս ինչ է լինում։ Հիմա ես ո՞նց կարող եմ վերաբերվել, որ սա նորմալ իսկապես հայ մարդու զգացմունքային պարզապես դրսևորում է։ Ոչ, այս ամեն ինչը եթե նայում ենք ու տեսնում ենք, թե ովքեր են թեմայի մեջ, դառնում է, որ մեր մեծ հայքի պատմական հայքի մասին մեր հիշողությունը օգտագործում է արտաքին ազդեցության ճուտիկ բուլիկները, որոշները առանց հասկանալու, որ իրենք արդեն ազդեցության ներկայացուցիչ են, որոշները լավ էլ հասկանալով եւ իմանալով դրա մասին ու փորձում են նոր, ասենք, բա որ ասում ենք դուք պատերազմի եռագլուխներ եք, բա ինչի մասին ենք ասում։ Այդ սրա մասին, որովհետեւ եթե դու գալիս ես մեզ փրթելով, թե դու ունես արտատարածքային պահանջներ ու քո մեծ հայքը պիտի վերականգնես, դրանով տալիս ես հնարավորություն քո թշնամիներին կանխելու իրենց սպառնացող վտանգը։ Իմիջիայլոց միջազգային հանրությունն էլ այդտեղ լռելու է։ Դες շատերը տեք, չէ, հետո նախատել միջազգային հանրությանը 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ որ ասում էին կոչ էին անում, կոչերով էին միան հանդես գալիս։ Բա ինչի էին կոչերով հանդես գալիս։ Դες բոլոր Ադրբեջանին էին սատարում։ Կամ ուզում էին տարածաշրջանը փայտի, ոչ։ Որովհետև լեգիտիմ իրավունքը արդեն այս բոլոր ընթացքում Սերժի Խոստովանանքն էլ հետը Կարորյանն էլ ԶՍԲԿ արդեն դրված էր։ Հայրենիքն այն աշխարհագրական տարածքն է մշակութային միջավայրի եւ հոգեվոր արժեքների ամբողջը, որտեղ ձևավորվել է տվյալ ազգը կամ ժողովուրդը։ Համաձայն եմ։ Համաձայն եմ։ Եվ իհարկե մեր բոլորիս հայրենիքը մեծ հայքի տարածքն է, կամ տարբեր ժամանակներում տարբեր կերպ կոչվել, հայկական լեռնաշխարհ եւ այլն։ Բայց երբ որ եւս մեկ անգամ ցույց տամ, որ ըմբռնելի լինի ասելիքս ամբողջովին, երբ որ այս ձևով արդեն բան արվում։ Կներեք։ Նայեք ով է եկել, այս քարտեզի հետևից։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Էլի ես եմ։ Նա բարեկոպերա իսկական քարտեզ այ էսա։ Ոչ թե ուր այն նիկը։ Ներել եմ բերե, հա։
Այդտեղ համաձայն չեմ Դավթան, հեսա կապետան։ Այս քարտեզը Նայ, մեր հայրենիքը, պատմական հայրենիքը, մեր հայրենիքը հակադրում է Հայաստանի Հանրապետությանը, պետությանը։ Պետական միավորին ինչ որ ունենք ու ինչը որ միջազգայինորեն ընդունված ճանաչված է, ինչի համար որ կռիվ տված ու պահած է։ Ու ես մի քիչ համաձայն չեմ, երբ որ ասում ես, այսինքն չկա հանրապետություն, չկա, հա, չէ, կներես, այդտեղ համաձայն եմ, որովհետև պետությունը այո, հենց հայրենիքի գոյության, թեկուզ հիշողության տեսքով։ Բանն է, երաշխավորն է։ Բայց ունենք ես կամ խնդրեմ։ Եվս մի լավ ընկեր գնացել է վերցնելու զգացմունքայնությունից ելնելով։ Սրանով եմ ճանաչել։ Պարոն Սիմոնյան, ոչ թե Ադրբեջանն է գալու իր արևմտյան Ադրբեջան, այլ մենք ենք գնալու մեր պատմական հայրենիք։ Լավ իմաստ։ Լավ իմացել ենք ու տեսել ենք, թե ոնց ենք գնալու։ Կանսերվի կոկոշներով։ Գնալու ենք Բաքու չայ խմելու։ ԱԿՍ-ներով։ Մեր մեծ աղբոր ծախած 5 միլիարդի զենքով։ Թուրք-պակիստանա-իսրայելական բաներով տեսել ենք ոնց ենք գնալու։ Ես չգիտեմ օրինակ Արևելյան Ադրբեջան ասվածը ինչ եք դուք դες կոնկրետացնում ու պրոյեկտում Հայաստանի վրա, չնայած կարող ենք նաև դրան անդրադառնալ, ասես այն թեման հասկացանք, չէ՞ ժողովուրդ ջան։ Հիմա եկեք ավելի ասես նուրբ անցում անենք այդ արևմտյան Ադրբեջան ասվածին։ Նախ ինչ եք դուք լեգիտիմացնում Հայաստանում, որ արևմտյան Ադրբեջանը դա Հայաստանն է։ Ինչի՞ չեք գնում նրան, որ արևմտյան Ադրբեջանը դա Ադրբեջանի արևմտյան մասն է։ Մենք կարող ենք ասել արևմտյան Հայաստան, որովհետև պատմականորեն դա կա։ Որովհետև մենք ժամանակ ա եղել, որ բաժակիսված ենք եղել արևելյան եւ արևմտյան Հայաստանների միջեւ։ Իմիջիայլոց շատերը չգիտեն երևի, բայց ասեմ, որ օրինակ Մասիս Սարը, Կարսը դրանք արևելյան Հայաստանի մաս են եղել, որը որ Թուրքմենչայով Ռուսաստանը վերցել է Պարսկաստանից, հայերը դեռ ոչ մի ստորագրություն չունեն ասեմ։ Համարում է սեփական տարածքը, դրա համար մի հատվածը կիսեց էլի տվեց թուրքերին։ Ու այսօր այդ ռուսամետ ուժերը ասելիքներ չունեն, բայց գնում են արևմտյան Հայաստան նվաճելու, չգիտեմ։ Հիմա եկեք այս արևմտյան Հայաստանի թեզը փորձենք հասկանանք այս ինչի մասին է։ Գիտեք, սույն տիկինը կամ օրիորդը ամեն դեպքում բանը տնենք մի կողմ էլի ասենք։ Կինը, լավ, ասենց ասենք։ Լրագրող էր հանդիսանում, նո հարցազրույցավար նաև։ Ով հիմա ուժեղ Հայաստանում ցուցակով падգամավորի տեխնացիա կամ չգիտեմ ցուցակում որիորդներ հնարավոր է արդեն падգամավորա որպես ընտրվել։ Եկեք տեսնենք ինչ են խոսում։ 22 թվական դեկտեմբերի 24 Մի րոպե, մի հատ սկզբից դնեմ։ 2022 թվական դեկտեմբերի 24 Իլհամ Ալիևի հանդիպումը այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան համայնքի ներկայացուցիչների հետ։ Հենց այս հանդիպման ընթացքում հնչեցրած ելույթով Ադրբեջանի նախագահը դրեց այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան թեզի եւ դրանով պայմանավորված այսպես կոչված վերադարձի թեզի քաղաքական հիմքերը։ Այդ հանդիպման ընթացքում Ալիևը ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքը իրենց ձևակերպմամբ Արևմտյան Ադրբեջանը ադրբեջանցիների չակերտավոր պատմական հողն է եւ որ իրենք պիտի այսպես կոչված չակերտավոր վերադարձի օրակարգ ձևակերպեն ու այն ներկայացնեն միջազգային հարթակներում։ Այդ նույն ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահը հույս հայտնեց, որ մի օր նման ձևաչափով հանդիպում իրենք անցկացնելու են այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանում, այսինքն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Այդ այսինքն որտեղից ժամանակ հաստացի Բաքվի նարատիվը պետական մակարդակով բարձրացվեց ու դարձավ որպես քաղաքական հասարակական օրակարգի հիմք, իսկ այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել Արևմտյան Ադրբեջան վերադարձ չակերտավոր պատմական արմատներին փառատոնը, որի ընթացքում այդ կեղծ համայնքի նախագահը հիշատակել է այս ելույթը եւ նշել է, որ այն քաղաքական լուրջ աջակցություն է հանդիսացել այս ծրագրի համար։ Ես հիշեցնեմ, որ հունիսի 18-ից 19-ին Նախիջևանում եւս մի փառատոն էր անցկացվել հենց նույն օրակարգով։ Սա մի բանի մասին է խոսում, սիրելի հետևորդներ, Հայաստանի իշխանությունը շարունակում է աչք փակել մեր երկրի շուրջ կատարվողի նկատմամբ։ Սա հաստում է Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի նկատմամբ իր զավթողական քաղաքականությունը։ Սա ուղղակի նկատում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ եւ սա այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների ծրագրի սպասարկումն է գործողության մեջ։
Այս տեսանյութի մեկնաբանության տակ կթողնեմ Ադրբեջանի նախագահի այդ օրվա ելույթի տվյալ հատվածի տեսանյութը, որը ադրբեջաներեն է եւ ռուսերեն վազող տողով թարգմանությունն է, դուք կարող եք կարդալ եւ ինքներդ համոզվել, թե ինչ ծրագիր է սպասարկում Ադրբեջանը կեղծ խաղաղության քողի ներքո։ Իդեպ այդ ելույթը տեղադրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։ Երկու Տիկին Ղահրամանյան Տեսեք ինչ անում, այստեղ ես տեսա մեկ ասում էր բառախաղ ես անում գնել ջան, չէ, ես բառախաղ չեմ անում ու մի րոպե էլ Պետրոս Գալստյան ջան, ինչ ա եղել, ինչ որ բան ա եղել։ Լավ։ Ուրեմն, Տիկին Ղահրամանյան, նախ դուք ասացիք ինքնիշխան Հայաստանի Հանրապետության բանի վրա ինչ որ տարածքային, չէ, ճիշտ եմ, չէ, հասկացել միտքը։ Գիտեք, հիմա Երևանում Ազատության հրապարակում մեծ հայքի բանը ասում են մենք ու քաղաքական ակցիա դա վերածվել, դա նվեր չի պարզապես, ասում են սա է իսկական Հայաստանը, մեր Հայաստանը սա է, եւ հստակ տարածքային պահանջներ են դնում։ Հիմա կարա մի հատ ադրբեջանցի վերցնի ու ասի հենա Հայաստանը տարածքային նկարտումներ ունի մեր հանդեպ, կամ մի հատ թուրք։ Կարա։ Ապա ձեր գնահատականը կտակ այդ մասով։ Բայց դրանք ձեր ասացի ամենասկզբին 22 թվական։ 22 թվականին այո Ադրբեջանն մինչև 22 թվականն էլ է շատ բան ասել։ Ցավոք սրտի 22-ից հետո էլ է ասել։ Բայց քաղաքական գործունեության արդյունքում, երբ որ մեզ քաշեց վերջնականապես ձեր հապկը եւ ձեր Ռուսաստանը, տեղի ունեցան process-ներ, այստեղ տեղակայվեցին Եվրոպայի խաղաղապահ ուժերը, ինչից հետո հասավ նրան, որ 25 թվականի օգոստոսի 8-ին, եթե չեմ սխալվում, ստորագրվեց, նախաստորագրվեց հաշտության պայմանագրի Տրամփի ներկայությամբ։ Մինչև այդ ով ինչ ասել, ինչ փոխհրաձգություններ են եղել, իմիջայլոց, երբ որ ցիտում եք Ալիևին, ցիտեք նաև այդ ժամանակ մեր արտգործնախարարության պատասխանները նույնպես։ Ի տարբերություն Նալբանդյանների եւ Օսկանյանների, այո, մեր արտաքին գործերի նախարարությունը կոնկրետ ու շատ հստակ արձագանքել է այդ ամեն ինչին։ Ինչը դուք երբեք չեք լուսաբանել, ձեր հեռուստալիքը այդ տվում, որտեղ որ դուք աշխատում եք։ Բայց 25 թվին, երբ որ հասանք վերջապես դրան, այսինքն այն խաղացումը, որ սկսվեց պարտադրվել, մեզ չէ Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը դեռ ունի նարատիվներ։ Նրան պետք չի խաղաղությունը եւ պետք չէր։ Բայց կարողացանք աշխարհին բերել նրան, որ ստեղծել պահանջարկել շահեր եւ այլն, որպեսզի ներգրավվեն նրանք այդ խաղի մեջ, որովհետեւ հավքը թռած է մինչեւ այսօր Հայաստանի սահմանների տեղը չգիտի։ Եվ Ռուսաստանը այդ տվում։ Դրանից հետո ոնց որ թե պաշտոնապես նման հայտարարություններ չեն եղել։ Իսկ դեռ ասած մեծ համայնքի ղեկավար կամ փառատոնի կազմակերպիչ շատ բան կարա ասի։ Ինչպես որ Հայաստանում են ասում, հենց հիմա բոլորի տաճկի առաջ են ասում։ Եվ ինչ Ադրբեջանը ամբողջ Թուրքիայից տարածքային պահանջներ են ներկայացնում։ Որն է ձեր դիրքորոշումը։ Մեկ այնտեղ եք խփում, մենք այնտեղ։ Հա, տղեկ, այդ որ հայ ու թուրք եք անում։ Բայց տեսեք ինչ ասում Տիկինը, հաստորեն։ Հաստորեն այն տարածքը, որ դու մերժում եք, ինքնիշխան մեր պետք, նա համարում է, որ դա է մեր տարածքը։ Ասելիք ունեք, Սամվել Կարապետյանի թիմն է, ուժեղ Հայաստան։ Ասելիք ունեք, կարող եք բնութագրել նրանց որպես թուրքեր։ Թե դա սվոյ է արդեն։ Ասենք, ուստեղ էլ մարդկան որ ասում էր բանա, ինչ եմ անում, բառախաղերի եմ դնում։ Բառախաղերի չեմ դնում, շատ տրամաբանական ու պարզ է ինձ համար, եթե ձեր համար բառախաղերը։ Մեկ էս ասեն, որ հասարակության բոլոր շերտերին կարողանան ներգրավել ընդհանուր առմամբ, ու ամեն մեկը որևիցե շերտի ներգրավելով, հետագայում իհարկե նրանք կմիանան ու հարցերը կլուծեն, հայրենիք էլ մոռացեք այդտեղ։ Հայրենիք, պետություն, սենց բաները իրենց համար կարևոր չեն եղել ու չեն։ Եթե կան մեր հասարակության մեջ շերտ, ով ասում ավելի լավ բան է ռուսի տակ պարկեն կամ պարսիկի կամ թուրքի, առհասարակ ինչ որ մեկի տակ պարկելու, գնով մյուսի տակ չպարկելու կռիվ անում ինչ որ սենց բաներ։ Ուրեմն իմացեք, որ այնպես է ինչպես որ ասացի։ Հիմա եւ բանա մի քանի րոպե էլ անդրադառնալ։ Սա մտորելու տեղիք տալիս է ժողովուրդ ջան, առաջարկս տեսա, կարող եք դուք ինքներդ էլ մտորել ու ձեր կարծիքը հայտնել։ Հիմա գանք մի նյութի Քոչարյանն էլ գիտեք վերջերս բան էր տվել, հարցազրույց էր տվել, դե իր սրտի ալիքով։
Ու տեսեք ինչպիսի հետաքրքիր ինքնախոստովանություն կա այստեղ, որի վրա ոչ ոք չի ուզում ուշադրություն դարձնի։ Խնդրեմ։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Քոչարյանին պետք է նստեցնեմ։ Եվ հիմա ասում է ժողովրդի պահանջ է, որ պետք է նա նստի։ Եթե օրինակ այս քրեական գործն էլ փուշ դուրս եկավ, ամեն դեպքում կգտնեմ մի բան։ Դուք ինչպես եք տրամադրված, որ կարող է ձեզ նորից հետ վերադարձնել օրինակ բանտ։ Գրքի շարունակությունը կգրեմ։ Ժամանակ չեմ գտնում, ուղղակի գրքի երկրորդ հատորը գրել։ Հանգիստ եմ նայում, իդեպ այս քրեական գործը վայամությունը շատ վաղուց անցած քրեական գործ է։ Եվ քրեական գործ հարուցել է մեկ նպատակով սեկտը փակել։ Հենց մի մանր վատություն անել, մենք իհարկե բողոքարկելու ենք, որովհետև այդ քրեական գործում չկա ոչինչ։ Ես հիշեցնեմ, երբ որ համանդրական կարգի տապալման գործ էր, ինչ էինք մենք ասում այն ժամանակ։ Ինչ եք ասում։ Մենք որ դատարկ գործ է, բան չկա։ Փաստաբանները օգնել են հարցազրույցներ տալով, վերջը հաղթել ենք եւ արդարացվել են։ Այդ մարտի 1-ի համանդրական կարգի տապալման գործով։ Այդ համբերությունը ունենք, վճռականությունը ունենք։ Եա տեսնենք։ Վերջով ով է նստելու։ Քարոզարշավի ամբողջ Ասեմ, պարոն Քոչարյան, ովանա դու ես նստելու։ Ասեմ, նախ մարտի 1-ի գործով դու չես արդարացնել։ Քեզ չեն արդարացել, ճիշտ հակառակը։ Այնտեղ ինչ որ մի հատ մաս կար, վաղեմության պահեր անցել, դուք անգամ չվիճարկեցիք ձեր թիմով, այսինքն գիտեք ոնց է, ոնց որ դուք ընդունեցիք որ հանցագործությունը կա, բայց վաղեմության ժամկետն է անցել։ Այսինքն չպիտի դատվեք։ Այս է։ Երկրորդ, մի եդի վճիռ ունենք Ռոբերտ Քոչարյան, ի՞նչն է արդարացում, այդ գործի շարունակության հետ կապ չունի։ Նախորդող բան չի իրար, մի եդի վճիռին։ Եվ երրորդ, ինքնախոստովանությունը ինչու՞մն է կայանում։ Սա հարց է տալիս, ասում է, հա, դա մի հատ գործ է, որ դրա վաղեմության ժամկետն անցել է։ Իսկն հա, կա այդ հանցագործությունը, արված է, խոստովանում է, որ կա ու արված է, բայց վաղեմության ժամկետն անցել է, դրանով չեք կարող սփագեք ասում է։ Հա, գիտեք, երբ որ այս կարգի մտավոր ընդունակություններ ունեցողներն են, պարզվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը իբր լուծելուց եղել, բնական է, որ հետևանքները պիտի լինեին շատ վատը, չափազանց վատը։ Երբ որ սրանց որոշումով է Արցախը հանվել բանակցությունների սեղանից, բնականաբար պիտի ստացվեր, որ դա շատ վատ որոշում է, որովհետև երկրորդ երրորդ քայլեր մտա, այ հեսա մի հատ sense բան կանենք ու ոչ ոք չի կարող այլևս ոչինչ անի։ Արել են, ավելի վատ է ստացվել։ Լավ, հեսա մի հատ sense կռուտիտ կանենք։ Sense, գիտեք, շուստրիների, շուլերների բան չէ, էլի էդի։ Առավել ևս այդ պատասխանատվությունը դուս կարող ես դու չզգալ քեզ վրա, էլի։ Եվ վերադառնալով սա ինքնախոստովանանքը արձանագրեցինք։ Պարզապես ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր բանից եթերից հատվածներ են վերցնում ու տարածում, ուստի sense մի քանի թեմաներ ոնց որ բանալենք։ Եվ իհարկե գանք քաղաքապետարան։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որպեսզի բոլոր ֆրակցիաները առաջիկա նիստերի, դա կլինի գործակարգավարական, կլինի բան, ավականունից թե ինչ, շատ քիչ եմ ես ուզում, դուրս գաք ու առանց այլևալությունների ներողություն խնդրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից այսօրվա լեկտի խուժան պայելաձևի վարկագծի համար։ Ես իհարկե իմ աչքով ընկավ, որ բանը առնվազն քաղաքացիական պայմանագրի ավականիներից արդեն իրենց խոսքի մեջ ելնելով իրենց դաստիարակությունից ու կրթությունից ներողություն խնդրել են միջադեպի համար, գիտեք, շատ դեպքերում կապ չունի դու ճիշտ ես, սխալ ես, բացարձակ կապ չունի։ Երբ որ դու հանրային կամ քաղաքական գործիչ ես ու չափերդ անցել ես, կողքից չպիտի ասեն, դու պիտի ներողություն խնդրես, կամ չափերը քո հանդեպ անցել են ու դու ստիպված ես եղել նույնպես անցնել, միևնույնն է, պիտի միջադեպի համար ներողություն խնդրես։ Անկամ ես իմ եթերում երբեմն երբ որ չափերս անցնում եմ, անկամ ես ինքս զգում եմ դա ու ներողություն եմ ասում։ Չնայած որ ես գիտեմ որ ես ճիշտ եմ, տեղին եմ ասում, բայց դա կապ չունի։ Այդ հələ իմ եթերներում, բայց դու քաղաքանի եք, հազարավոր քաղաքացիներ եկել տվյարկել են որ լինեք քաղաքանի։ Ուրեմն ու գիտեք, այնքան էս պահանջը չի եղել ժողովրդի կողմից,
այն որ ազգային ժողովում իրար միս էին ուտում։ Այնքան չի եղել այս պահանջը, սրանք գիտեն երբ որտեղ ոնց ուզեն իրաց կարող են պահել։ Արդեն գնալով ավելի ու ավելի լափառոշվում են, էլի։ Ինչի են խենք թույլ տալիս որ վերացվի sense բաները։ Էլի եմ ասում, ինչպես որ այսօր հաղորդման ժամանակ եմ ասել, այո, աշխարհի շատ խորհրդարաններում կամ բաներում թիմ տարածքներում լինում են վեճերել, то բազկամարտել է լինում, փոխադարձ հարվածներ են լինում, բայց հետո դուրս են գալիս առանց որևիցե բանի, ամեն մեկը այդ հանրությունից նախ ներողություն է խնդրում, հետո նոր սկսում են նորից վերադառնալ աշխատանքային հուն։ Դուք 6 տարի է կյանքներս կերել եք արդեն ու վերջում են նենց մի հատ բան եք ձև եք ձեզ տալի, անինես դուք ճիշտ եք, դրա համար էլ չպիտի է, դուք ներողություն պարտավոր եք ասել ու կասեք։ Ու լավ կլինի, որ օրինակ, մինչև մյուս 2 շաբթի գործակարգավարական է, չէ՞ լինելու։ Լավ կլինի մինչև մյուս 2 շաբթի ես այդ պաշտոնական հայտարարությունները տեսնենք։ Չէ, խնդիր ես չեմ տեսնում, վեր կկենամ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կգամ կանգնեմ քաղաքապետարանի մոտ ու ուղիղ կպահանջեմ ձեզանից ներողությունը։ Ուղիղ կպահանջեմ։ Դուք պիտի գիտակցեք դուք որտեղ եք գտնվում, ինչ աշխատանքի եք կոչված։ Եվ ձեր վարքագիծը շատ բացասական հետևանքներ կարա թողնի, նաև բանի առումով, դասյակչական առումով, որովհետև այո, թե ավականիներն են էլիտա համարվում, թե ազգային ժողովը, թե մտավորականները, դա էլիտան է։ Մենք սկսել ենք խուսափել այդ բառից։ Դա էլիտան է, որը ձևավորում է հասարակական կարծիք, լեզվամտածողություն, խոսելու կուլտուրա, խոսքի կուլտուրա, նիստուկած։ Ու դուք պիտի շատ զգույշ լինեք ու շատ ուշադիր եք ամեն ինչում։ Այնպես որ հույս ունենք ինքնուրույն կգիտակցեք դրա կարևորությունը ու մինչև 2 շաբթի բոլորդ ամեն մեկը ձեր ֆրակցիայի անունից ներողության տեքստով հրապարակում առնվազն կանեք, եթե ոչ գոնե տեսանյութ։ Այն ճկույտով բիտոն քանդելու փոխարեն մի հատ էլ այդպես տեսանյութ բան արեք։ Ցարկեք։ Որտեղ հեսա մի տարուց ընտրություններ է ու գալու եք դարձյալ քաղաքացիների դռները թակելու։ Այդ քաղաքացուն հարգել սովորեք։ Այդ քաղաքացու մշակույթի վրա, ավանդույթի վրա, նիստուկացի խոսույթի վրա դրական ազդեցություն թողնել սովորեք։ Լկտի անոց եք վերացել, դուրս են գալիս ձեր նմանների վարկագիծ երբ որ արդեն տարածված է ամենուր ու դա երկրի եւ կամ քաղաքի կամ համայնքի կառավարման ներկայացուցիչներն են ու նման վարկագծով երեխաներին մի հատ ելեք տեսեք ինչերն են սովորում։ Իրանք արդեն չեն հասկանում ինչու պիտի այս շիշ ամեն ինչ բանը չանեն։ Եթե դա հեռուստատեսությամբ են անգամ ցույց տվել, դե գնացեք պատասխանեք հարցերի, կարող եք։ Ցեցամատել դարձք։ Այնպես որ դուք պարտավոր եք ներողություն խնդրել ու մինչև 2 շաբթի հույս ունեմ կստացվի դա։ Եթե չէ, մենք ուրբաթ օրը երեկոյան կարող ենք նայել ու պայմանավորվել 2 շաբթի օրը մեկը ես հանգիստ կարող եմ լինել քաղաքապետարանի մոտ իմ ներողությունը ձեզանից տետատետ ստանալու, իմ փայ ներողությունը։ Ովքեր էլ կցանկանան կարող են միանալ եւ մոտենալ։ Եկեք այսքանով սահմանափակվենք, եզրափակենք եթերը ժողովուրդ ջան, շնորհակալություն դիտելու եւ տարածելու համար, ես կարծում եմ բարձրացած հարցերը բավականին հետաքրքիր եւ կարեւոր են, առավել եւս ինձ համար բավականին կարեւոր է գոնե առնվազն բանը, այդ մեծ հայքի քարտեզը, որը որ փորձում են հակադրել Հայաստանի Հանրապետությանը։ Եվ սա պետքա գնահատական ստանա։ Եվ ցավալի է, որ իրավական առումով երևի ունենք բացեր, դրա համար էլ այդպես բանը իրավական համակարգը թույլ է տալի, որ ասենք շատ նորմալ Հայաստանի ներսում մեկը ասենց իր կայֆերով մերժի բանը կամ չընդունի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մեկ էլ մեր թշնամիները չեն ընդունում իմիջայլոց։ Լավ եղեք ժողովուրդ, շնորհակալություն եթերը դիտելու համար, կհանդիպենք։ Բարի գիշեր։